Տիկին Հակոբյան, ձեր հերթն է։ Ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, վերջին տարիներին, այսինքն այս ողջ գումարման ժամանակ, արդեն 5-րդ տարին է, ընդդիմության գործունեությունը երկու բանի մասին է. կամ մանիպուլյացիա, կամ գուշակություն։ Ավելի շուտ կոֆեի բաժակ նայել։ Ձեր ամբողջ գործունեությունը կոֆեի բաժակ նայելուն է միտված։ Դրա լավագույն օրինակը վերջին շաբաթվա ընթացքում ձեր լրատվամիջոցներով այդ կոֆեի բաժակ նայելով ասելն է, այս բանը Փարաքյալի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Հիմա հասկացել են, հերքվել է այդ իրանց բանը, գուշակությունը, եւ եկել են այսօր ոնց գումեք չկա դրա մասին խոսակցություն, ենթադրում եմ չի լինի, եւ անցել են իրենց երկրորդ գործիքին, մանիպուլյացիա։ Բերել են նախագիծ են ներկայացրել ու հիմքը ինչն է։ Ասում են վարչապետը հերքել է ցեղասպանությունը, հիմքը է այս նախագծի, մի ամբողջ ազգային ժողով, ռեսուրսներ, բան, իրանք աշխատավարձ են ստանում, իմաստը որն է։ Սուտը, ասում են վարչապետն ասել է, պետք է հասկանանք ցեղասպանություն եղել է, թե չէ, կասկածի տակ է դնում։ Հիմա սիրելի հայրենակցներ, ուղիղ կարդում եմ վարչապետը ինչ է ասել։ Պետք է հասկանանք, ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք մենք դա անցալում։ Ոնց է եղել, որ 39 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, եւ ոնց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգը հայտնվել է։ Այսինքն հարցը ոչ թե ցեղասպանության եղելիության մասին է, նայեք վարչապետի, իբրև վարչապետ, այս բոլոր տարիների ընթացքում, օրինակ ցեղասպանության տարելիցի օրը պաշտոնական բանը հաղորդագրությունները։ Տեսեք, հերքում կա այդտեղ։ Ձեր այս մանիպուլյացիաներին անընդհատ պատասխանը, այդտեղ հերքում կա, թե չէ։ Վարչապետն ասել է պետք է հասկանանք ոնց եղավ, որ այսինչ թվականին արգելվում էր խոսել ցեղասպանության մասին, այդ թվում դաշնակցությանը։ Բանի դեպքում արդեն 50 թվականին սկսվեց կարելի լինել, կառուցվեց Տիզառնակաբերդի հուշահամալիրը եւ այլն։ Ինչ վերաբերում է մի գուշակություն էլ բաններ, նոր պարոն Գեգամ Մանուկյանն էր բանանում, ասում է, այ կարող է փոխնախարարներ ասում, վաղը մյուս օրը բան անեք երից թուրքերի գրքերը համարեք, հա, ազատություն, չգիտեմ ինչ անեք, ասենք երից թուրքերի հետ դուք եք պաշտոնապես արձանագրություն ստորագրել, համագործակցել, այ դա այո, պետք է հրապարակել, անընդհատ դրա մասին խոսել, այ դա ազատություն է, պետք է բոլորը դրա մասին հիշեն եւ խոսեն։ Երից թուրքերի հետ պաշտոնապես համագործակցած միակ ուժը։ Շնորհակալություն։ Ով մի քանի ձեր համագործակցությանից մի քանի տարի հետո ընդամենը 1908-ին եք չէ ստորագրել։ 15 թվականին ցեղասպանեց մի ամբողջ ժողովրդին, որը ոչ մեկ չի հերքում, բացի ձեզնից։ Գառնիկ Դանելյան։